Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Սիվանա Կարապետյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելությամբ Մոսկվա կգտնվեր։ Կրեմլի մեջ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետին հանդիպումը ռուսո նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի և ռուսո ղեկավարները արձանագրեցին, որ երկկողմանի հարաբերությունները լավ կզարգանան, իսկ օրակարգը բավական հարուստ է։ Հայաստանի մեջ երկար ժամանակ է ի վեր կգործե հյուրեգանի էլեկտրագայանը, որ գաբահով է երկրին էլեկտրականության 30%-ը։ Ամեն բարակայի ադիգա լուրջ ցուցանիշ մնե։ Ռուսատոմը այժմ գաշխատի այդ գայանի գործունեության ժամկետի երկարացկման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները կզարգանան թեպի լավ։ Մեր վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11.7 միլիարդ դոլարի արևդրաշրջանառություն ունեցած ենք։ Ասիգա մրցունակ ցուցանիշ մնե։ Հարաբերությունները կզարգանան նաև բոլոր մյուս ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու նյութեր, թեև վերջերս հանդիպած ենք, ամեն բարակայի շատ ուրախ ենք ձեզ տեսնելու Մոսկվայի մեջ։ Հյուրեգան ուժանյութի թերը շարունակապար գաջի եւ հյուրեգան ուժանյութը արդեն համաշխարհային առումով կհամարվի բնաբահբանական ուժանյութ։ Մեր երկրին համար նույնպես հյուրեգան ուժանյութը շատ կարեւոր է։ Մենք սերտորեն կհամագործակցենք Ռուսիո հետ եւ կաշխատենք Գայանի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականի երկարացկելու նպատակով։ Մենք այժմ կաշխատենք եւ կփնտրենք Հայաստանի համար հարմար ծրագիրներ, փոքր շարժական հյուրեգան հնարավորություններ եւ հարգավ այդ հարցի մեջ նույնպես շատ աշխուժ երկխոսություն ունենք Ռուսիո հետ։ Մենք շատ արդյունավետ կհամագործակցենք Ռոսատոմ ընկերության հետ։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները ըստ նախադեсվածին կզարգանան։ Դուք ընդգծեցիք փոխադարձ արևդրաշրջանառությունը։ Ճիշտ է, այս տարի որոշ անկում կնկատվի։ Ադիգա կապված է որոշ համաշխարհային գործընթացներու հետ, բայց ես կգարձեմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որբեսի մեր փոխադարձ արևդուրը շարունակի աճիլ այն թափով, որոնք արձանագրված են 2023-2024 թվականներուն։ Հարգավ մեր հարաբերություններու օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի մեջ մասնակցած է համաշխարհային հյուրեգան շաբաթ խորագրով համաժողովին։ Միջոցառման մասնակցած է նաև Վլադիմիր Պուտինը, Բելարուսիո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մակադեի գլխավոր տնօրեն Ռաֆայել Կրոսին, Իրանի փոխնախագահը, Ուզբեկստանի փոխվարչապետը։ Հայաստանի ղեկավարը իր ելույթի մեջ նշած է, որ հայկական հյուրեգան գայանի անվտանգ գործունեությունը կառավարության ռազմավարական առաջնահերթությունն է։ Փաշինյանը հավելած է, որ զեկույցները հստակ ցույց կտան, որ Հայաստանը գայանը կշահագործե հյուրեգան ուժանյութի միջազգային գործակալության անվտանգության չափանիշներուն համապատասխան եւ այս փորձի հիման վրա որոշած է գայանի շահագործման ժամկետը 2026-ին երկարացկել մինչեւ 2036 թվականը։ Համաժողովի մասնակիցները շրջած կատարած են նաեւ ատոմ ցուցահանդեսին մեջ, ուր ներկայացված է հյուրեգան ուժանյութի ոլորտի մեջ Ռուսիո կարողություններն ու ծրագիրները։ Գուզեմ շնորհավորել ռուսական կողմը Ռուսիո հյուրեգան արդյունաբերության հիմնադրման 80-ամյակի արդիվ։ Հայաստանը լրջորեն կվերապերի իր միջազգային բարդավորություններուն եւ կվերահաստատե իր հանձնառությունը չդարածման միջազգային գարկի չափանիշներուն եւ սկզբունքներուն։ Հաշվի առնելով այս նկատառումները Հայաստանի կառավարությունը հաստատած է հյուրեգան գայանը որպես երկրին էլեկտրական ուժանյութի հաշվեգշիրի կարևորագույն փաղադրիչ պահպանելու քաղաքականությունը։ Այսօր Հայաստանի մեջ էլեկտրականության ուժանյութի շուրջ 30%-ը գարտադրե հայկական հյուրեգան գայանը։ Գայանի անվտանգ շահագործումը Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է եւ գետրոնական թեր կխաղա մեր ուժանյութային անվտանգության ապահովման Փարիզի համաձայնագրի շրջանակներում մեջ մեր ազգային մագարտակով սահմանված ներդրումներու կատարման եւ ազգային տնտեսական աճի աջակցության գործի մեջ։ Միևնույնադեն հյուրեգան ուժանյութի ռազմավարական նշանակությունը հատուկ պատասխանատվություն կտնե մեր վրա ներկա եւ ապակա սերունդներուն առջեւ։ Մենք կկործադրենք բոլոր ջանքերը, որբեսի գայանի շահագործման ընթացքին պահպանվին անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Մենք բարբերաբար գիրականացնենք դեսչական եւ փորձագիտական քննադատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց կտան, թե Հայաստանը կշահագործե գայանը հյուրեգան ուժանյութի միջազգային գործակալության անվտանգության չափանիշներուն համապատասխան, որու մասին կվկայե հյուրեգան կամ ջարակայթային անվտանգության առնչյալ որևէ միջադեպի բացակայությունը։ Ճիշտ այս սկզբունքը կիրարկված է վերջին տարիներում գայանի մեջ իրականացված լայնածավալ արդիականացման ժամանակ, որու շնորհիվ մենք հաջողած ենք երկարացկել անոր շահագործման ժամկետը մինչև 2026 թվական։ Այս փորձի հիման վրա Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որ
որոշած է երկարացնել իր հյուրեական Գայանի շահագործման ժամկետը 2026 թվականին մինչև 2036 թվական։ Գայանի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման նախագիծը բարձրապես գործառութային խնդիր չէ, այլ Հայաստանի Հանրապետության Ռոսատոմ, Պետական ընկերության եւ այլ միջազգային գործընկերներու միջև արդյունավետ եւ վստահելի գործակցության արդյունք։ Այս երկարացումը ամուր հիմք պիտի ստեղծի հայկական հյուրեական Գայանի շահագործման ավարտին յետք նոր ուժանյութային կառույցի շահագործման սահուն անցում կատարելու համար, ինչ որ մեր վերջնական նպատակն է։ Այս ծիրեններս Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունը հյուրեական ուժանյութի միջազգային գործակալության եւ այլ գործընկեր երկրներու հետ գործող ուժանյութային կառույցի փոխարինման բարելավված լուծումը գտնելու համար, հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաեւ երկրի ուժանյութային համագարկի առանձնահատկություններն ու բնույթը։ Շահագործման հանձնվող նոր ուժանյութային կառույցները պիտի դառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։ Օգտվելով առիթեն շնորհակալություն կհայտնեմ բոլոր ներգրավված մասնակիցներուն իրենց աշխատանքին համար եւ գրգին կշնորհավորեմ Զանոնք այս նշանակալի հոբելյանին արդիվ։ Հույս ունիմ նախադեсված աշխատանքները գործուն կերպով պիտի շարունակվին եւ հաջողությամբ պիտի ավարտին սահմանված ժամկետներում մեջ։ Հայաստանի արտաքին գործոց նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին հետ քննարկած է Ադրբեջանի մեջ պահվող հայ ռազմաքերիներու եւ բադանթարված քաղաքացիներու ազատարձակման հարցը։ Նյու Յորքի մեջ ընթացող ՄԱԳ-ի գլխավոր հանձնաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակներում մեջ Արարատ Միրզոյանի երկկողմանի հանդիպումներ ունեցած է նաեւ գործընկերներուն հետ։ Քննարկած է բազմակողմանի հարթակներում մեջ գործակցության հարցեր։ ՄԱԳ-ի գլխավոր հանձնաժողովի 80-րդ նստաշրջանի ընթացքին Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցած է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահուհի Միրիանա Ասպոլիարիչ Էգերի հետ։ Քննարկված են Ադրբեջանի մեջ պահվող հայ ռազմաքերիներու եւ բադանտ քաղաքացիներու ազատարձակման, ինչպես նաեւ Ադրբեջանի մեջ Կարմիր խաչի գրասենյակի փակման պայմաններու մեջ անոնց այցելություններու գազմագերման խնդիրները։ Զրուցակիցները հույս հայտնած են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոս 8-ի Վաշինգտոնյան քաղաքնաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը պիտի նպաստի նաև մարդասիրական հարցերու կարգավորման։ Նոր Յորքի մեջ տեղի ունեցած է նաև Հայաստանի եւ Ավստրիայի արտաքին գործոց նախարարներու հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Բիհաթ Էմայնալ Ռայզինգերը քննարկած են Հայաստանի եւ Ավստրիայի միջև երկկողմանի հարաբերություններու զարգացման ուղղված նախաձեռնությունները, միտքեր փոխանակած են Հայաստան Եվրամիություն գործընկերության խորացման գործընթացի հերանեկարներու շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր գնահատած է տարբեր նախաձեռնություններուն Ավստրիայի ցուցաբերած աջակցությունը։ Անդրադարձ կատարված է նաև ժողովրդավարական բարեփոխումներու ջամփուն վրա հանդիպող մարտահրավերներուն արդյունավետ դիմակրման ուղղությամբ գործակցության գործիքակազմին։ Կողմերը անդրադարձած են նաև դարաշրջանային զարգացումներուն եւ բազմակողմանի հարթակներու մեջ գործակցության հարցերուն։ Արարատ Միրզոյանն ու Զվիցերիո համաթաշնության արտաքին հարաբերություններու թաշնային բաժանմունքի ղեկավար Իգնասիո Քասիսը ընդգծած են, որ երկրներու միջև գործուն քաղաքական երկխոսությունը ամուր հիմք կստեղծի տարբեր հարթակներու վրա գործակցության համար, ներառյալ ԵԱՀԿ-ի մեջ Զվիցերիո նախագահության շրջանագին մեջ։ Դարաշրջանային զարգացումներու լույսի ներքո նախարար Միրզոյանը շեշտած է օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի եւ հիմնարար սկզբունքներու հիման վրա հաղորդակցություններու աբաշրջապակման կարևորությունը։ Միրզոյանը եւ Քասիսը անդրադարձած են նաև մարդասիրական բնույթի հարցերուն։ Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարկոս Սահնկնայի հետ։ Էստոնիո գործընկերոջ հետ հանդիպման մասին Միրզոյանը գրած է X-ի վրա հավելելով, որ որպես ժողովրդավար եւ համախոհ գործընկերներ մենք հանձնարարու ենք շարունակելու խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմանի գործընկերությունը ի նպաստ մեր ժողովուրդներու բարեկամության։ Հայաստանի եւ Էստոնիո արտաքին գործոց նախարարները Նոր Յորքի մեջ մտքեր փոխանակած են ներկայի մարտահրավերներու եւ բազմակողմանի հարթակներու վրա աշխույժ գործակցության շուրջ։ Միրզոյանը հանդիպած է նաև Մոնգոլիա արտաքին գործոց նախարար Բատմունխ Բատսեցեգի հետ։ Մտքեր փոխանակված են բազմակողմանի հարթակներու վրա ներառյալ Շահնայի համագործակցության գազագերբության շրջանագի մեջ գործակցության հարցերու շուրջ։ Միրզոյանն ու Բատսեցեգը ստորագրած են նաև Մոնգոլիա եւ Հայաստանի կառավարություններու միջև դիվանագիտական եւ պաշտոնական անձնակիրներ ունեցող անցանց մուտքի արտոնագրի պահանջեն ազատելու մասին համաձայնագրի մեջ փոփոխություն կատարելու մասին արձանագրություն։ Միրզոյանը հանդիպած է նաև Օմանի սուլտանության արտաքին գործոց նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուտայդիի հետ։
Զրուցակիցները կողմնակություն հայտնած են Հայաստանի եւ Օմանի միջև քաղաքական երկխոսության գենսունակ զարգացման գաբակցությամբ եւ քննարկած են հստակ ուղղություններով գործակցությունը ընդլայնման նոր հնարավորությունները։ Անդրադարձ եղած է Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներուն։ Նախարար Միրզոյանը ընդգծած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններու մեջ Հայաստան մեծապես կկարևորի հաղորդակցություններու ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխույժ գործակցությունը ներառյալ Տրիպը յանքի գոչելու միջոցով։ Արարատ Միրզոյանն ու Մուրադ Նուրտլեյոյին կողմնակությամբ ընդգծած են երկկողմանի ռազմավարական բնույթի հարաբերություններու գենսունակ զարգացումը։ Հայաստանի եւ Ղազախստանի արտաքին գործոց նախարարները մտքեր փոխանակած են խաղաղության խաչմերուկի նախագիծը յանքի գոչելու աշխատանքներուն շուրջ ներառյալ Տրիպի միջոցով։ Անոնք մտքեր փոխանակած են հարաճիգա երկկողմանի բարձրաստիճան այցերու օրագարկային հարցերու, ինչպես նաեւ բազմակողմանի հարթակներու վրա գործակցության հարցերու շուրջ։ Հյուսիսատլանտյան Թաշինքի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոզրոդ սեմինարը մեր երկրի մեջ տեղի կունենա 4-րդ անգամ ըլլալով, վերջինը տեղի ունեցած էր 10 տարի առաջ։ Միջազգային այս հարթակին վրա Հայաստանը ներկայացուցած է անվտանգության նոր տեսլականը, Պաշտպանության նախարարին խոսքով բարեփոխումներու առանցքի մեջ արհեստավարժ զինված ուժերու ձևավորումն է, ժամանակագիծ ցապանիշներու եւ կառավարման նոր համակարգերով։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշած է, որ Վաշինգտոնի մեջ ցերկբերված Օմանի համացայնությունը դարաշրջանի մեջ նոր որակի համագործակցությամբ քինք դարձած է։ Այդ տեսլականին մեկ մասը կգազմեն խաղաղության խաչմերուկը եւ Թրամփի ուղի հաղորդակցության ծրագիրը։ Հյուսիսատլանտյան Թաշինքի գազագերբության խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոզրոդ սեմինարը տեղի ունեցավ Երևանի մեջ։ Անիգա մեր երկրի մեջ կիրականացվի 4-րդ անգամ ըլլալով, վերջինը տեղի ունեցած է 10 տարի առաջ։ Միջոցառումը տեղի կունենա այն ժամանակաշրջանին, երբ Հարավային Կովկասի մեջ երկարադեպ խաղաղության հաստատումը իրականություն կդառնա, նշեց Պաշտպանության նախարարը։ Անվտանգային եւ պաշտպանության ոլորտում մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության եւ խաղաղության միջավայրի ամրապնդման գործին։ Ըստ Բաբիկյանի 2022-ին մեկնարկած բարեփոխումներու խնդիրն է, որ ձևավորած է անվտանգության եւ պաշտպանության նոր հավասարակշռված համագարկումը, որում միակ նպատակը Հայաստանի ինքնիշխանության եւ դարածքային ամբողջականության պաշտպանությունն է։ Այս բարեփոխումների կարևոր բաղադրիչն է Հայաստանի զինված ուժերի կերպափոխումը, ինչը ենթադրում է ժամանակակից չափորոշիչների ներդրում, զինված ուժերի կենսագործունեության բոլոր ոլորտներում, տեսանելի հեռանկարում ձևավորելով պրոֆեսիոնալ հիմունքներով զինված ուժեր։ Սա վերաբերում է ինչպես սպառազինությանը եւ ռազմական տեխնիկային, այնպես էլ անձնակազմի կրթությանը, վերապատրաստմանը եւ վարժանքներին, կառուցվածքային եւ ղեկավարման համակարգերին, ռազմավարական, օպերատիվ եւ մարտավարական մակարդակի ղեկավարող փաստաթղթերին եւ այլն։ Պաշտպանության նախարարը կարևոր համարեց նաեւ գործակցությունը խաղաղաբահ հարակելություններու մեջ։ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին խոսելիս չեմ կարող չնշել կֆոր առաքելության կազմում հայկական ստորաբաժանման ծառայությունը Կոսովոյում։ 2 տասնամյակից ավելի է, ինչ հայ խաղաղապահները ՆԱՏՕ-ի զինակիցների հետ Եվրոպայի սրտում իրականացնում են իրենց ներդրումն են բերում եվրոպական եւ միջազգային անվտանգության գործում։ Մեր նպատակն է շարունակել եւ ըստ անհրաժեշտության ընդլայնել մեր զորախմբի կազմը։ Երկխոսությունը լավագույն գործիքներն է հագամարտությունները լուծելու եւ կանխելու համար, նշեց անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հավելելով, խորհրդանշական է, որ սեմինարը տեղի կունենա Վաշինգտոնի քաղաքնաժողովի հետ, որուն արդյունքով Հարավային Կովկասի մեջ խաղաղություն հաստատված է։ Այժմ պիտի աշխատին խաղաղությունը համագարկայնացնելու ուղղությամբ, որբեսի երաշխավորվի անոր հարադեվությունը։ Խաղաղության ինստիտուցիոնալացման գործում մեծ կարևորություն ունի տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջապակումը։ Այս նպատակով Հայաստանը ժամանակին ներկայացրել էր խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը դրական արձագանքի արժանացել Հայաստանի գործընկերների կողմից։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծելու է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագիրը, որը խաղաղության խաչմերուկ նախագծի մաս է կազմելու։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց նաև, որ անվտանգության ամրապնդման, ժողովրդական հիմնարկներու կայացման, ինքնիշխանության եւ անկախության շարունակական զարգացման լավագույն պայմանները կապահով է խաղաղությունը։ Հենց այս համոզմունքն ու 2021 թվականին ժողովրդից ստացած խաղաղության օրակարգի մանդատը նպաստել են այսօրվա միջավայրի ձևավորմանը։ Ստեղծված պայմաններում Հայաստանը ոչ միայն ամրապնդելու է իր պետականության հատկանիշները, այլ նաև ընդլայնելու է համագործակցությունը գործընկերների հետ։
Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով գործընկերությունը։ Հայաստանը եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի գազագերբությունը կգործակցին օրենքի քերագայության, բազմոլորտ բարեփոխումներու, թափանցիկության, ահաբեկչության եւ բդազության թեմ պայքարի հարցերով, նաեւ պաշտպանական բարեփոխումներու ծրագիրներու մշակման եւ իրականացման ուղղությամբ։ Սեմինարին խորակիրը Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհի մեջ, ամրապնդելով ժողովրդավարությունը եւ դարաձաշրջանային անվտանգությունը։ Ինքնին խոսուն է, անիկա կհիշեցնե, որ այսօրվան աշխարհի մեջ խաղաղության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս, նշեց ազգային ժողովի նախագահի դեղագալը։ Այս տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է բազում փոփոխությունների։ Հայաստանի Հանրապետությունը նույնպես հարմարվում է նոր իրողություններին, հավատարիմ իր անկախությանը, ինքնիշխանությանն ու հարևանների հետ խաղաղ ապրելու ձգտումներին։ Հյուսիսատլանտյան Դաշինքի գազագերբության հետ գործակցությունը Հայաստանի հավասարակշռված եւ հավասարակշռող արտաքին քաղաքականության բաղադրիչներն է եւ պատրաստ ենք շարունակելու այդ գործակցությունը, որ ուղղված է տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության ամրապնդման, ըստ Ռուպինյանը։ Ազգային ժողովի նախագահի դեղագալը ներկայացուց նաեւ վերջին զարգացումները Հարավային Կովկասի մեջ։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համատեքստում 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առաջին փաստաթուղթը, այն է սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անցել է կողմերի օրենսդրությամբ սահմանված վավերացման ներքին ընթացակարգը եւ մտել ուժի մեջ։ Հանձնաժողովների կողմից մինչ այս սահմանազատվել է եւ սահմանազգծվել է պետական սահմանի առաջին 12 կիլոմետրանոց հատվածը եւ հույս ունենք, որ շուտով սահմանի մյուս հատվածներում նույնպես այս գործընթացը կշարունակվի։ 2023 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց խաղաղության խաչմերուկ նախագիծը, որուն նպատակը տարածաշրջանի մեջ փոխկապակցվածություններ հիմնված պետություններու ինքնիշխանության իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքներու նկատմամբ իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներուն վրա։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից խաղաղության խաչմերուկ նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրական հաղորդալարերի եւ ինտերնետային մալուխների հզորությունների զգալի ավելացում։ Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային եւ տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի մեջ են, Հայաստանը եւ Հարավային Կովկասը կարող են դառնալ մի նոր տարանցիկ հանգույց արևելքի եւ արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև։ Ռուպինյանը նաև հիշեցուց օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը, խաղաղության եւ միջպետական հարաբերության հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Անոր խոսքով ասիգա պատմական քայլ մներ դեպի գայուն եւ երկարադեպ խաղաղություն հաստատելու մեր տարածաշրջանեն ներս։ Հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Հռչակագիրը կարևորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը հանուն խաղաղության, կայունության եւ բարության։ Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղի TRIP հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում։ Ցույց նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է, այն վստահության եւ համագործակցության կամուրջ է, որը իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ողջ տարածաշրջանին։ Ռուպինյանը նաև նշեց, որ Թուրքիո հետ հարաբերության սկարկավորումը կշարունակի մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները մեկը։ Երկխոսությունը թրքական կողմին հետ կշարունակվի եւ համոզված են, որ այս պատմական հնարավորությունը կառուցելու բարիտրացիական հարաբերություններ պետք չէ բաց թողվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն եւ բարություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը, ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը, որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր։ Դասամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը գախված եղած է միայն մեկ փևեր է, ինչ որ բազմաթիվ խնդիրներ ստեղծած է։ Ռուպինյանի խոսքով ներկայիս աշխատին անոր բազմազանեցման ուղղությամբ քաղաքական, տնտեսական եւ անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևանների հետ եւ բարիդրացիական հարաբերություններ եւ համագործակցություն բոլոր կողմերի հետ։
Ռուփինյանը եզրափակեց խոսքը նշելով, որ հավասարագշռված եւ հավասարագշռող արտաքին քաղաքականության ձիրեններս Հայաստանը մեծ աշխատանք կդանի, նաեւ Եվրամիության հետ։ Այդ նպատակով այս տարի մարտ 26-ին ազգային ժողովը ընդունեցավ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ավելի քան 3 տասնամյակ առաջ ձևավորված այս հարթակը ծառայեց է ժողովրդավարական պետություններու միջև վստահության ամրապնդման, անվտանգության ոլորտի մեջ գործակցության խորացման, դարաձաշրջանային խնդիրներու շուրջ համավարփակ քննարկումներուն, նշեց ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերու մշտական անձնաժողովի նախագահը։ Այսօր 10 տարի անց մենք կրկին միավորվել ենք նույն արժեքների՝ խաղաղության, կայունության եւ համագործակցության շուրջ։ Հատկանշանական է, որ այս սեմինարը Հայաստանում անցկացվում է մի փուլում, երբ տարածաշրջանային բարդ եւ բազմաշերտ զարգացումներն առավել քան երբևէ ունեն միջազգային աջակցության, փորձի փոխանակման եւ քաղաքական կամքի դրսեւորման կարիք։ Հետեւաբար նպատակային է նաեւ այս օրերին մեր ուշադրության կենտրոնում գտնվելիք թեմաների ընտրությունը։ Անոնք են խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, դարաձաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը, ժողովրդավարության թիմակայունությունը, խառնածին սպառնալիքները եւ ապադեղեկատվությունը, դարաձաշրջանային տնտեսական գործակցությունը։ Անդրանիկ Կոչարյանը եւս մատնանշեց օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ Հայաստանի, Միացյալ Նահանգներու եւ Ադրբեջանի միջև ստորագրված հրճագագիրը։ Ամրագրվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքները։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը ոչ միայն ազգային, տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության առաջնահերթություններից է։ Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղություն։ Անդրանիկ Կոչարյանի խոսքով այս ձիրեններս Հայաստանի ներկայացուցած խաղաղության խաչմերուկ ռազմավարական տեսլականը կներդաշնակվի հրճագագրի թրույթներուն հետ, առաջարկելով փոխադրամիջոցային եւ ենթագառուցվածքային գաբերու վերակորձարկում, տնտեսական փոխկապվածություն եւ վստահություն։ Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի գազམ་ագերբության հարաբերությունները ավելի քան 30 տարվան պատմություն ունին։ Հայաստանի ներգրավվածությունը գազམ་ագերբության հետ փոխգործակցության գներառե ռազմավարական շարք ուղղություններ։ Անդրանիկ Կոչարյանը նշեց, որ Հայաստանը բարձր կգնահատե այս գործակցությունը, զայն դիտարկելով ոչ միայն որպես պաշտպանական, այլև համագարկային բարեփոխումներու հարթակը, որ կնպաստե մեր երկրի անկախության, ամրապնդման եւ համագարկային թիմակայունության։ Ապատեղեկատվության եւ տեղեկատվական միջավայրում տարաբնույթ մանիպուլյացիաների դեմ ակտիվ պայքարը։ Անդրանիկ Կոչարյանի խոսքով դարաձաշրջանային տնտեսական գործակցության եւ անվտանգության փոխկապակցվածությունը եւս հարաճիգա քննարկումներու կարևոր բաղադրիչն է։ Հարավային Կովկասը գրնա եւ պետք է դառնա ոչ թե բաժանարար գիծերու, այլ միացնող գամուրջներու դարաձաշրջան հիմնված փոխշահավետ գործակցության վրա։ Այս սկզբունքներն են տրված խաղաղության խաչմերուկ ռազմավարական տեսլականի հիմքի մեջ։ Ջեբազրույցի ընթացքին պատասխանելով հարցին, թե արդյոք Հյուսիսատլանտյան Դաշինքի գազམ་ագերբությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի զինված ուժերու բարեփոխումներուն, Անդրանիկ Կոչարյանը ընդգծեց, նախորդ գործակցության փաստաթուղթի շրջանակներում մեջ Հայաստան-Հյուսիսատլանտյան Դաշինք փոխհարաբերությունները խիստ ընդգծված ընթացակարգեր ունեցած են եւ անոնք իրականություն դարձած են։ Ժողովրդավարության հայկական 4-րդ համաժողովի ընթացքին քննարկված են Հայաստանի մեջ ժողովրդավարական որակը եւ մարտահրավերները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ 2018-ին յետ Հայաստանի մեջ ընտրություններ չեն գեղեցված, խոսքի ու մամուլի ազատությունը չէ սահմանափակված։ Անորդ քննձմամբ ժողովրդավարության հիմնական գրողը նույն ինքը իշխանությունն է։ Վարչապետին խոսքով ժողովրդավարական հիմնարկները պետք է ամրապնդվին նոր սահմանադրությամբ, որ պիտի ապահովե ժողովրդին եւ թադական համագարկին բնական գաբը եւ պիտի դարձնե արդարադատությունը ավելի կանխատեսելի։ Ինչու երազել ժողովրդավարության մասին, եթե կարելի է զայն կառուցել ճիշտ այսօր։ Ժողովրդավարության հայկական 4-րդ համաժողովի բաց քննարկման հարց բարձրացուց վարչապետը։ Ան առաջարկեց գնահատել 2018 թվականին յետ Հայաստանի մեջ կեղծված են ընտրությունները, սահմանափակված են մարդոց դեսագետ արտահայտելու, համացանցեն օգտվելու կամ մամուլի ազատությունները։ Պատասխանը բացասական է, բայց արդյոք ժողովրդավարությունը արժեք կհամարեն բոլորը, եւ ով է Հայաստանի մեջ ժողովրդավարության առաջնորդը։ Այս հարցադրումները հնչեցուց երկրի ղեկավարը։ Բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողը իշխանությունն է։ Ժողովրդավարության լիդերը ով է Հայաստանում, կարող է որևէ մեկը
ասել դրա մասին։ Իշխանությունն է քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիական հասարակություն։ Եվ ես թույլ տվեք ասեք, որ այդ թվում վերջին շրջանի քաղաքական, գաղափարական, հայեցակարգային փոփոխություններով եւ հարցադրումներով մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում։ Իսկ ինչպիսին կարող է լինել օրինակ ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ մարդիկ մենք բոլորս ապրում ենք Ստալինի եւ Բրեժնևի ստեղծած օրինակ հայրենասիրության մոդելներով, ընկալում ենք մեր միջավայրը եւ աշխարհը Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի ստեղծած մոդելներով եւ մենք ասում ենք բայց կարող է Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական չի։ Չի գրնարի դիալոգանը լալ, քանի թեր կմտածենք Ստալինի ներմուծած արտահայտություններով եւ հայացքներով, կգարձե Փաշինյանը, մինչդեռ Հայաստանի մեջ ժողովրդավարության մեծ մասը հայհոյախոսություն է, որուն թեմ բայկարող չգա նաեւ ժողովրդավարությունը պաշտպանող, բայց շահագործող որքան ուզես։ Լուծումը նոր սահմանադրության ընդունումն է, կգարձե վարչապետը։ Անոր համոզմամբ այսօր Հայաստանի մեջ թադական իշխանությունը չի փխիր ժողովուրդեն։ Նոր սահմանադրությունը գրնա օրգանական գաբը ստեղծել։ Ուրախալի կհամարե երթվյալ ադենագալներու հիմնարկի ներդրման վերաբերյալ առաջարկները։ Արտարադատության չափանիշները պետք է հնարավորինս կանխադեսելի դարձնեն եւ նվազ օգտագործելի քաղաքական շահերու համար։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես ուղիղ ասում եմ, այն փաստը, որ իշխանությունը հայտարարել է, ասել է, ես գործ չունեմ դատական համակարգի հետ, Հայաստանում եւ Հայաստանի տարածքից դուրս բազմաթիվ ձեռքեր շփվել են, ասել են, այս ինչ լավ է, իշխանությունը գործ չունի։ Եվ ես ասում եմ, այո, դա բազմաթիվ որոշումներ թելադրվել են կոնկրետ շրջանակների կողմից, այդ թվում Հայաստանից դուրս գտնվող հատուկ եւ դա այդ մեր պատկերացրած հիբրիդային պայքարի մեթոդներից մեկն է 95 թվականից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի 50+1%-ը չի գնացել եւ սահմանադրության օգտին չի քվեարկել սա կարող է թվալ քաղաքական հարց դա քաղաքական հարց է բայց այստեղ կա նաեւ օրգանական հարցը այն է որ Հայաստանում հաստատված իրավակարգը Ժողովուրդը իրենը չի համարում։ Ժողովրդավարությունը գոյություն ունի միայն իշխանության բարի կամքով, իսկ սահմանադրությունը ժողովրդավարության երաշխիք չէ, հավելեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը։ Վարչապետը չհամաձայնեցավ, նշելով, որ ժողովրդավարությունը իրողություն է Հայաստանի մեջ։ Արթուր Սաքունցը հարց բարձրացուց նաև, ինչպես կարելի է 7 տարի շարունակ ղեկավարվել ժողովրդի կողմից ընդունված սահմանադրությամբ։ Հարցադրումներ հնչեցուց նաև տադական համագարկի բարեփոխումներով վերաբերյալ կնատադելով իշխանությունը։ Երբ որ մենք առաջարկում էինք վեթինգը, այդ վեթինգը չանցավ։ Իրավական անվտանգության կոնցեպցիայի տակ ասին չէ, դե դատավորներին սկսենք բան անենք, մաքրենք, գոնոք կոռուպցիայի մեջ են, բարեվարք չեն եւ այլն, այդ դատավոր չի մնա, արդարադատության համակարգը կվտանգվի։ Կներեք, այդ արդարադատության համակարգը վտանգվում է ոչ բարեվարք, կոռումպացված Եվ անարդար քաղաքական հետապնդումների մեջ մասնակից դատավորների արկայության հետևանքով։ Եվ այդ մարդը հիմա սահմանադրական դատարանի անդամ է։ Լրացուցիչ պետք է համոզել, որ ՀԱՊԿ կապանքա, ԵԱՏՄ կապանքա, ԱՊՀ կապանքա։ 4 տարի է Վանաձոր քաղաքը քաղաքապետը պաշտոնակատար է։ Տեղական ժողովրդավարության տեսակետի չի ընտրվել այդ մարդը։ Ու նա շարունակում է։ Տեղական ինքնակառավարման համակարգը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից մեկն է։ Ոնց որ թե Հայաստանում մի հատ կենտրոնական կառավարություն կա, մի հատ էլ տեղական ինքնակառավարման մարմին, որը գտնվում է Վանաձորում։ Վերջ, ուրիշ էլ հանրապետությունում ուրիշ համայնք չկա։ Հանրապետությունում Գյումրի չկա, Կապան չկա, չգիտեմ, Ապարան չկա, էլ մյուս տեղերը չկան։ Հայաստանում չկա այդ երևույթը, որ ընդդիմությունը կարա իշխանությանը հաղթի, մի հատ էլ իշխանությանը հոխորտա։ Վարչապետը բերավ Գյումրիի օրինակը, ուր ընտրություններու արդյունքները որոշված են ցայներու քիչ տարբերությամբ։ Իրավաբանները ընդրագաշարք բաժնելու դեպքեր արձանագրած են։ Ան բարձապանեց, թե ինչու ժողովրդավարությունը պաշտպանելու քայլ չեն արած։ Ես հարց եմ տալիս, ժողովրդավարության հարգելի փորձագետներ, եղել է ընտրություն, արձանագրվել է ընտրակաշարք։ Եվ ընտրությունների արդյունքները որոշվել են մի քանի 100 ձայնի բանով, արդյունքներով։ Ինչի կառավարության դեմը կամ որևէ տեղ ցույց չկա այդ առիթով։ Ինչի չկա այդ ցույցը։ Մենք ազնիվ ենք, մեզ է թե ազնիվ չենք։ Թե ասում ենք լավ, դե որ իշխանությունը ասենք մի հատ փռշտա, պետքա փետով գլխին տալ, բայց քանի որ ընդդիմությունն է, ոչինչ դե լավ դե մի 20-30 միլիոն ընտրակաշարք են բաժանել։ Իսկ ինչ հարաբերություններ ունին ժողովրդավարությունն ու խաղաղությունը, ժողովրդավարությունն ու բادرազմը, ժողովրդավարությունն ու հագամարտությունը։ Այս հարցը բարձրացուց Փաշինյանը անդրադառնալով նախկին ղեկավարներու քննադատություններուն, թե կառավարությունը երկիրը ներքաշած է բادرազմի մեջ։ Ասում եմ, եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ,
2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս ինչ գործ ուներ, ով սրա մասին, հարգելի ժողովրդավարներ, ինձնից սկսած, բա ինչի չեք խոսել սրա մասին, կամ երբ ենք խոսել սրա մասին, մարդիկ, որ Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ իրանց քաղաքական գործունեության առաջին օրին, ներքաշել են քիչ կեսե փախել են գնացել իրանց տան նստել, այսօր մեզ մեղադրում են, ասում են Հայաստանը ներքաշել էր պատերազմի մեջ, 18 թվին Հայաստանը պատերազմի մեջ չի եղել ժողովուրդ, այսինքն պատերազմի մեջ չի եղել 18 թվին, 19 թվին պատերազմի մեջ չի եղել, 17 թվին պատերազմի մեջ չի եղել, 16 թվին չի եղել, 15-ին չի եղել։ Քաղաքացիական մյուս ներկայացուցիչները եւս հարցեր բարձրացուցին բանակի մեջ բարեփոխումներու ընթացքին խտրականության ենթարկվող խումբերու գնահատության անվտանգայնացման վերաբերյալ մտահոգության մասին։ Իմ գործընկերները բարձրացրեցին քննադատության անվտանգայնացման հետ կապված մտահոգությունը։ Շատ դժվար է բնականաբար տարանջատել քննադատությունը, երբեմն այոսուր, կոշտ, այսպես մի տեսակ բանով լցված ագրեսիայով, այդ քննադատությունը հիբրիդային պատերազմ որակելու գայթակղությունից։ Ես շատ կուզեի, որ այս քննադատությունը հարցեր տալու մեծ ցանկությունը այս երկրում մնար։ Ես Հայաստան գուկամ 2004 թվականին, նմանատիպ զրույց հնարավոր չէր 2004-ին, հնարավոր չէր 2008-ին, հնարավոր չէր ատգեյետք։ Հայաստանի մեջ կաշխատին քաղաքացիական հասարակության հետ 1990-ական թվականներն ի վեր։ Ես պարզապես շատ հբարդ եմ, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունը զարգացած եւ որքան ուժեղ է անիկա։ Հայաստանը շատ յուրահատուկ է անորմով, որ կառավարությունը եւ անցամբ վարչապետը այս երկրի ժողովրդավարության շարժիչ ուժն են։ Հայաստանը մեր պորտֆելի հարաճադար 15 երկրներու շարքին է։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հարց բարձրացուցին, որ կառավարությունը իրենց առաջարկները հաջող հաշվի չառներ։ Վարչապետը արձագանքեց. շահակրքիր են որևէ որոշում բարելավելու, բայց ոչ բոլորն են ընդունելի։ Հարցեր հնչեցնելու հնարավորություն ունեին նաև բաց քննարկման ներկաները։ Անոնց մեկը կվերապերեր ժողովրդավարության զոհ հասկացության, մյուսը այն մասին էր, թե Անիֆի աղմկահարույց պատմության վերաբերյալ ինչ ասելիք ունի վարչապետը իրենց ադարողներուն։ Փաշինյանը առաջին արտահայտությունը վերակրեց իրենց օրինակ բերելով քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը իր համաժողովները գնե ուղիղ եթերով ամեն ինչ մանրամասնորեն ներկայացնելով իսկ արձագանքը քննադատություն կլա։ Ունեցել ենք համաժողով ամեն ինչը ուղիղ եթերով եւ էլի այնտեղ գնում է ոնց որ մի քվյաթերթիկի այն անկյունը ծուրեր գույնը մեկնել է մեկին աչքով տվեց ոչ մեկ չի հասնում ժողովուրդ էս Հայաստանում մենակ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն կա բա ուր է հայ հեղափոխական դաշնակցության ընտրությունները ինչի այդ նույն մարդիկ չեն գնում ասում բան հայ ազգային կոնգրես մի հատ ցույց տվեք տենանք ձեր վարչությունը ոնց է ընտրվում մնացած հանրապետական դուք ոնց եք ընտրվում բանի պատիվ ունեմ կուսակցություն բա ձեր համաժողովն ուր է ով է քվեարկում ոնց է ձեր ղեկավար մարմինը ստեղծում ոչ մեկ բացարձակապես լռություն է նույնն էր Անիֆի դեպքը այս տարվա մենակ առաջին 9 ամիսներին 2018 թվականի համեմատությամբ $2 միլիարդ ավել մուտք ա եղել պետական բյուջե։ Այդ Անիֆի պատմությունը դուք որտեղ հարց կա դուք որտեղից գիտեք։ Պետությունը ինքը հարց ա ունեցել գնացել է այդ հարցի հետևից։ Հայաստանի մեջ համագարկային փդացություն չկա, նշեց Պետության ղեկավարը։ Փդացության հետ մեր չհաշտվիլը կօգտագործվի մեր թեմ։ Կուսակցության համաժողովի ժամանակ հնչեցուցած միտքը գրկնեց վարչապետը։ Անոր խոսքով երբեք ավելի շատ կորձող պաշտոնյաներ պատասխանատվության չեն ենթարկված, որքան հիմա։ Ասիգա նույն ինքն ժողովրդավարությունն է, որուն թեմ կբայքարի ընդդիմությունը իր բոլոր լծակներով։ Եվ եթե շարունակեն նույն կերպ, ժողովրդավարութենեն բան չի մնար, ամփոփեց վարչապետը։ Հյուսիսատլանտյան Թաշինքի գազագերբյան խորհրդաժողովի Երևանյան սեմինարի ընթացքին Ադրբեջանի պատվիրակ Մուրադ Մուրադովը հայտարարած է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Անընդգծած է, որ Արևմտյան Ադրբեջան նախաձեռնությունը կներկայացնե միայն հասարակական գազագերբությունը եւ չի արդացոլեր Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Թուրքիո ներկայացուցիչը իր հերթին նշած է, որ դարաշրջանի 3 երկրները Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարևաններ են եւ այսօր հարաբերություններ ու կարգավորման համար նոր հնարավորություններ ստեղծված է։
Հայաստանի եւ Թուրքիո հարաբերություններուն մեջ նոր էջ կբացվի։ Երևանի մեջ այս փաստը կարևորեց թուրք պատգամավորը, որ լրագրողներու հետ զրույցին ընթացքին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններուն եւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Հայաստանի ու Թուրքիո, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լավ հարաբերություններու հաստատումը երկուստեք կարևոր է։ Թուրքիան, Հայաստանի եւ Ադրբեջանը հարևաններ են եւ այսօր կբացվի նոր էջ հարաբերություններու կարգավորման եւ հետաքազարկացման համար։ Մենք կքաչալերենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը, բոլորս պիտի շահենք այս խաղաղութենեն, քանի որ անիկա կարևոր է ոչ միայն առանցին պետություններու, այլ նաև ամբողջ հարավային Կովկասի համար։ Խաղաղությունը կդարածվի սկսելով մեկ տարածաշրջանը եւ հասնելով աշխարհի մյուս կետերը։ Հարաճիգա ամիսներուն կգրնա ստեղծվել սահմանը բանալու իրական հնարավորություն։ Երևանյան սեմինարի թուրք պատվիրակը հիշեցուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Թուրքիա։ Մենք հույս ունենք, որ սահմաններու բացումը տեղի ունենա հնարավորինս շուտ։ Հիմա արդեն ունենք թռիչքներ եւ կփորձենք ավելցնել Հայաստան-Թուրքիա ուղիղ թռիչքները։ Անկարայի համար դարաշրջանի աբաշրջափակումը նույնպես շատ կարևոր է, հատկապես լավ հարաբերությունները ամրապնդման բարակային։ Անիկա կգրնա նպաստել արևդուր եւ տնտեսական համագործակցության խթանման։ Լրագրողները հետաքրքրվեցան, թե ինչ պիտի ստանա Թուրքիան այդ աբաշրջափակման արդյունքով։ Առաջին հերթին բոլորը պիտի ստանան խաղաղություն, ադիգա շատ կարևոր է հարևաններու միջև։ Շատ կարևոր է նաեւ երկուստեք տնտեսական օգուտը։ Հայաստանը որոշ հատվածներու մեջ ունի առավելություններ, Թուրքիան ալ իր հերթին։ Ատկեզատ Ադրբեջանեն եկող վարելանյութի փոխանցման հարցը կրնա կարգավորվի, եթե հարաբերությունները կարգավորվին Հայաստանի հետ։ Ադրբեջանական վարելանյութը երկար ճանապարհ է կանցնի։ Ատկեզատ Թուրքիան թեպի Եվրամիություն ցկտող Հայաստանի համար կրնա գամուրջել նշեց Աքսալը։ Հայաստանը գուզե Եվրոպական միության մաս կազմել։ Մենք Եվրոպական միության անդամ չենք, բայց մենք Հայաստանի եւ Եվրոպայի միջև խաչմերուկ ենք, ինչ որ կրնա օգնել ցեր երկրին։ Թուրք պատգամավորը համաձայն չէ, որ Զանգեզուրի միջանց սկսելով տարածքային պահանջ կտրվի Հայաստանի առջև։ Լրագրողներու հարցերուն պատասխանելու հերթը ադրբեջանցի պատվիրակիններ։ Տոպչուբաշովի Գետրոնի հիմնադիր Մուրադ Մուրադովը շարունակեց բնտել ադրբեջանական իշխանության տեսակետը, թե Հայաստանի սահմանադրության հարաճապանին մեջ տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ Բաքվի համար կարևոր է, որ այդ պահանջները չեղարկվին։ Ադիգա է միայն, որ կստեղծե իրավական հիմքեր, որ այս պահուն խոչընդոտ կհանդիսանա։ Այն դիտարկման, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ եւս կան թրույթներ, որոնք տարածքային պահանջներ կենթադրեն Հայաստանի նկատմամբ, ադրբեջանցի պատվիրակը ըսավ իրեն սահմանադրությունը հարավային Կովկասի արևելյան տարածաշրջանի մաս կազմելու մասին է, ոչ տարածքային պահանջի։ Այն հարցման, թե այդ բարակային երբ Բաքվի մեջ կխոսին արևմտյան Ադրբեջանի մասին, ինչ նկատի ունին, ադրբեջանցի պատվիրակը բարձրաբանեց, որ անիկա զուտ հասարակական գազམ་ագերբություն է։ Արևմտյան Ադրբեջանը հասարակական գազམ་ագերբություն է եւ ավելի շատ մշակութային ժառանգություն վերաբերող հարցեր կարձարձե, որովհետև երկար տարիներ մարդիկ ապրած են դվյալ տարածքներում մեջ եւ կուզեն այցելել իրենց հարազատներու գերեզմանները եւ այլն։ Հայաստանը եւ Ադրբեջանը կճանչնան միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այդ բարակային ինչու Ադրբեջանի զինուզը չի հեռանար, Հայաստանի ինքնիշխան տարածքներ են, ուր տապանցած 2021-2022 թվականներուն։ Ադրբեջանցի պատվիրակը նշեց, որ սահմանազատման գործընթացը պիտի իրականացվի հատված առ հատված։ Հյուսիսատլանտյան Թաշինգի գազམ་ագերբության խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոզ-Ռոդ սեմինարի շրջանակներում մեջ Թուրքիային եւ Ադրբեջանն Երևան ժամանած պատվիրակությունը կմասնակցի քննարկումներուն, որոնք նվիրված են տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հերանեկարներուն։ Կառավարությունը շաբթվան նիստին կատարած է 3 միլիարդ 219 միլիոն դրամ վերափաշխում կենսաթոշակառուներու անգանխիկ վճարումներու հետ վճարը ապահովելու նպատակով։ Այս ծրագրեն օգտվողներուն թիվը հասած է մոտ 350,000-ի։ Գործադիր իշխանությունը հավանություն տված է նաև 2026 թվականի պետական տարեհաշվի նախագիծին, անգնախադես է տնտեսական աճ եւ եկամուտներու ավելացում։ Տարեհաշիվը գլխավորապես ուղղված է ընկերային ծրագիրներու, կրթության եւ առողջապահության ոլորտներուն։ Նախագիծը մինչեւ հոկտեմբերի 1-ը պիտի ուղարկվի ազգային ժողով։ Գործադիր իշխանությունը 3 միլիարդ 219 միլիոն դրամի վերափաշխում կատարեց անգանխիկ վճարումներ են կենսաթոշակառուներու հոկտեմբերեն դեկտեմբեր ամիսներու հետ վճարի ապահովման նպատակով։ Ներկայիս կարգավորումներով հետ վճարը կդրամատրվի գործարքներու գումարին 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամ։ Հետ վճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 միլիարդ 432 միլիոն դրամ, հետո ճշտվել է 13 միլիարդ 152 միլիոն դրամ, սակայն տենդենսները հաշվի առնելով, այսօրվա որոշումներ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 միլիարդ 371 միլիոն դրամ։
Շահառուների թիվը նույնպես կանխատեսվածից ավելին է, արդեն մոտ ունենք 350,000 շահառու, ովքեր օգտվում են այս ծրագրից եւ ունենք ամսական մոտավորապես 2-3% աճ։ Կառավարությունը հավանություն տվավ 2026 թվականի Պետական տարեհաշվի մասին օրենքի նախագծին։ Գնահատեցվի, որ հաջորդ տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքը հասնի 11 տրիլիոն 933 միլիարդ դրամի։ Տնտեսական աճը պիտի կազմի 5.4%։ Տարեհաշվույն եկամուտները պիտի կազմեն 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որմե 2 տրիլիոն 972 միլիարդ հարգային եկամուտներն են։ Ներկայացուց Ելևմուտի նախարարը հավելելով, որ գնահատեցվի հարգեր համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը բարելավ 0.4%-ային գետով։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 26 թվականին կկազմի 5.9%։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց։ Միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք ՀՆԱ ցուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%։ Նախարարը թվարկեց ընկերային, գրթական, առողջապահական, տնտեսական, աջակցության եւ ենթակառուցվածքային շարք մծրակիրներ, ներառյալ այն, որ պիտի ներդրվի առողջապահության, համապարփակ ապահովագրության համագարկը, պիտի շարունակվի անկանխիկ վճարումներեն կենսաթոշակառուներուն հետ վճարի դրամատրումը, ագաթեմական քաղաք ծրագրի աշխատանքները։ Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով օրինակ ԿԳՄՍ նախարարության ՀՆԱ-ում 3.3%-ից աճելու ենք 3.5% եւ առողջապահության նախարարության գծով 1.5%-ից աճում ենք 1.8%։ Նիստը վարող փոխվարչապետը նշեց, որ եղած են շատ կարևոր նախաձեռնություններ, որոնք սակայն հաշվի առնելով առաջնահերթությունները դուրս մնացած են 2026-ի տարեհաշվի նախագծեն։ Ես կխնդրեի, որ դուք նաեւ գործընկերների եւ մեր հանրության համար բարձրաբանեք, թե 2026 թվականի ընթացքում ինչ նոր կարգավորումներ եք նախատեսում, որպեսզի այդ առաջնահերթ համարվող, սակայն բյուջեի նախագծում այս փուլում տեղ չգտած նախաձեռնությունները իրագործվեն։ Ունենք հավելված, որտեղ կդնենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել հիմնական փաստաթղթի մեջ ներառել եւ արդեն հաջորդ տարի ելնելով մեր ֆիսկալ հնարավորություններից եւ առաջնահերթություններից առաջնահերթորեն կանդրադառնանք այդ հավելվածում ներկայացված ծրագրերից։ Գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնամարզության նախարարուհի Ժաննա Անդրեասյանը նշած է, որ տարբեր ոլորտներում մեջ կան ընդունված ռազմավարություններ եւ կարեւոր է, որ դարեհաշիվը նաեւ զանոնք սպասարկե։ Դարեհաշիվը կսպասարկե ռազմավարությունները, արձագանքած է Վահե Հովանիսյանը։ Բայց բյուջեի շրջանակը ձևավորվում է հաշվի առնելով ամենասկզբից ֆիսկալ շրջանակը եւ ֆիսկալ կայունության հարցերը, որոշվում են այն ծախսային շրջանակը, որը կարող ենք մենք մեզ թույլ տալ այդ կայունությունը ապահովելու տեսանկյունից, եւ հետո նոր նայում ենք, թե այդ ռազմավարությունների որ մասը կարող է բյուջեն սպասարկել, որովհետեւ կարող է այնպես ստացվել, որ բոլոր ռազմավարությունները սպասարկելու գնալու ճանապարհին որոշակի անկայունություններ ստեղծվի ֆինանսական առումով, հետեւաբար այս ֆինանսական սահմանափակումների հաշվի առնելը կարծում եմ էական է։ Փոխվարչապետը նշեց, որ պետք է ծրագրման աշխատանքներում մեջ հասնել այն բանին, որ ռազմավարությունները նախագծելու եւ հաստատելու փուլին հաշվի առնվին սպասվող սահմանափակումները։ Այս փուլում մենք ստացել ենք բավականաչափ լավ բյուջեի նախագիծ, որը հասցեագրում է մեր բոլոր այն հիմնական առաջնահերթությունները, որոնք ամրագրված են կառավարության ծրագրում, նաև մեծամասամբ հնարավորություն ստեղծելով, որ մենք ամփոփման հասցնենք կառավարության 2021-2026 թվականների
ծրագրով հաստատված անելիքները։ Նախագիծը մինչև հոկտեմբեր 1 պիտի ուղարկվի ազգային ժողով։ Հաջորդիվ կառավարությունը հավանություն տվավ Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկության։ Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 միլիոն եվրո վարկային միջոցներ բազմամյա ծրագրի, որը իրականացվում է 19 թվականից, երրորդ փուլն է եւ այն ունի երկու հիմնական նպատակ. ամրապնդել տնտեսական եւ ֆինանսական կառավարումը, մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ բարելավել ցածր ածխածնային եւ դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը եւ ֆինանսավորումը։ Նախարարը շեշտած է, որ ծրագիրն ունի միջամտության 3 հիմնական ուղղություններ ու բաղադրիչներ։ Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում հանրային ծառայությունների արդյունավետ ու կայուն տրամադրման ենթակառուցվածքի ապահովման համար, պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում։ Արտարադատության նախարարուհի Սրբուհի Քալյանը խոսած է իրավապանական անցանց Պետական Կրանցամադյանի գործակալության մեջ նոր լուծումներու մասին։ Արդեն ամիսներ է, որ անհատ ձեռնարկատերերը կարողանում են գրանցումը իրականացնել on-line տարբերակով, ընդ որում on-line տարբերակով այս պահի դրությամբ նրանք ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ի տարբերություն այն դեպքի, երբ այցելում են ռեգիստր փաստացի գրանցումը իրականացնելու, առաջիկա 2 ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ կապահովենք, որպեսզի այլ կազմակերպարական ձև ունեցող իրավաբանական անձանց գրանցումը եւս լինի on-line հարթակի միջոցով։ Կառավարությունը հաստատած է նիստի օրագարկին վրա ընդգրկված բոլոր 37 հարցերը։ Այս շաբաթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։